Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ որ հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք։ Կարող եք կիսվել ձեր ընկերների, ձեր բարեկամների հետ, ինչպես նաև բարձր դասարանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունները։ Սկսենք Հայաստանի տեղի ունեցող դեպքերից։ Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկել, ոչ թե ենթարկվել, բացատրեմ ինչի։ Քանի որ տեղեկությունը ոստիկանության հայտնեցին, որ վերջինը Գագիկ Մելքոնյանի մեքենան է, հովել եղավ վերջինը, ոստիկանությունը գալի նրան ասում, դու ես խփող դիստանցիա բայր չխփել։ Այդ ոնց է եղել, որ վերջի մեքենան Գագիկ Մելքոնյանինն է, բայց ինքը մեղավորը չի։ Ինչի, որ ինքը Սերժի ու Քոչարյանի հետ Հայաստանի պաշտպանության նախարարության թիկունքի պետներ թալանել է, որ Նիկոլ Թուրքազավրի հետ գործարքի մտած դրա համար, հա, որ Գասպարյան Սերոփին նստածին իրեն տվել իբր էս 8-20 բեղերով թուրք կռիսի վրա հարձակվել է դրա համար, էս է Հայաստանի Հանրապետությունը, իբր, ամեն ինչը իբրի տակ է։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, սա Արամ Քույրիկի ասացի մասին է, որովհետև ոչ թե գովազդում եմ, այլ Արամ Քույրիկը սրանով իրան ավելի է այն օրինակցում, որ իշխանափոխությունից հետո ուղղակի իրան բզկտեն։ Իրեն հայտարարելով սուտ արևմտամետ, բայց Կրեմլի ոտների եղունգները կծելով լպստելով, ասում է, որ Մասվի թաղապետի այդ գործողության մեղավորը Մոսկվա Ռուսաստանի դեսպանատունն է։ Ինքն է կազմակերպել։ Ուրեմն այ անասուն, այ ասել եմ այդ գեղցու աչքերով, այդ թուրքի աչքերով կանաչ ու սև չեչոտ մաշկով լրպի տղա, դե արի մի ասա։ Ռուսաստանի դեսպանատունը Պյուտինի աչք ուներ Մասվի թաղապետի վրա։ Քեզ ինչ ելնում ասում ես Ռուսաստանն է մեղավոր, վաղը միսօր հղի եղար էլի Ռուսաստանն է, չէ մեղավոր լինելու։ Ասում է թաղապետը չելեր ծեծեր, կռիվը չլներ, բա թաղապետը ինքը պետական պաշտոնյա է, պետական պաշտոնյայի դուք բան եք, չէ, առաջ հետևը ճղում էր, թե պետական պաշտոնյան պետք է ունենա չափանիշ եւ այլն, իրանց պետք է անվստահություն հայտնել, երբ որ իրանք չափանցում են։ Քո պետպաշտոնյա չափանցել է, ստեղ Ռուսաստանի դեսպանատունը ինչ մեղք ունի։ Կապ չունի, ասում է բանը, Չախոյանը Ռուսաստանի շպիոն է։ Արա որտե՞ղի շպիոն ուզում է լինի։ Պաշտոնյա տածեցում 20 հոգով, ոչ թե ինի ածեցում։ Ասում է բան են արել, դրա համար էլ ծեծել է, ինչ ամ ներվերը հանել։ Արա դու անասուն չես։ Դու իրոք անասուն ես փաստորեն։ Այն ժամանակ գիտենք, որ դու թուրք ես, դու տնկնիկ ես, դու ղզիկ ես, հիմա դու Արամ անասուն ես, էլ քույրիկ չես, քույրիկ անասուն ես դու, ասենց է բան լինի։ Սմա Ռուսաստանն է մեղավ, թքածուն եմ Ռուսաստանի դեսպանատան վրա է, Ռուսաստանի վրա է, Ռուսաստանի պրեզիդենտի ու մնացածի վրա է, բայց այստեղ ինչ կապ ունի Ռուսաստանի դեսպանատունը։ Պուտինը աշկադրել որ գալնի բան Մասվի թաղապետ, հա։ Ոչ խարելի լրիվ։ Սենց ոչխարներին լուրջ եմ ասում, սա վիժված կա, սրան հիվանդանոցում թուրքերը հատուկ փոխել են, ժամանակին իմացել են ջուդը թուրքը կոմունիստները փոխել վերել են Վազգենին աղբեր, որ հետագայում սենց բանել, ես են անգամ այ ոչխար ասեցի, 6 ամիս տվեցին վարչապետ դեմքը տերևած թափոն, նրանից հետո թափոն, են ձև եք տվել, եղբորը տանունը դու ինչ ես տանա, քեզ եղբայր չի, դու խորթ ես։ Սենց է բանը լի ասմա Պուտինն է մեղավոր, դեսպանատունը թաղապետի ամեն ինչում մեղավոր, հա։ Հիմա վաղը, որ դու գեմարումն ես, էլի դեսպանատունն է մեղավոր։ Արդեն չգիտեն իրենց մաննավաճառությունը ոնց թաքցնեն, ասմա դեսպանատունն է Ռուսաստանի մեղավոր։ Դուք բռնեցել եք, չծեցեիք։ Չծեծեիք, շարունակություն տամ, օրինակ ձեր թիմից մյուսը, այն մյուս ջհուդ շլդո մի աշկը հյուսիս մեկը մասիս, բանը Ավանեսյանը, նախարարը առողջապահության, մտան կաբինետ գորգրալով, երկու պատգամավոր գորգրալով մտան կաբինետ ազգային ժողովի, ինչ ասեցին, քցին վրեն զինվորների պահով եւ այլն։ Ավանեսյանը ինչքան է նվնվիկ, դեբիլ, դավաճան, Ավանեսյանը տեղից պետք է ելներ, մի երկուսի մազերն է քաշեր, հա։ Պրովոկացիան ավելի բետար չէր, ներկայացրեցիք, ասիք նեսը նիստա չես կարա մտնես, ասեց սպասում եմ, բռնիկ ծեցիք, ենե նիստը թողեց վազելով պախավ, պայմանավորված գործ, այդ վազելով դուս թռնել է նիստը թողնել, էդ էլ է Ռուսաստանի դեսպանը մեղավոր։ Հիմա ձեր թիմին,
Այդ հետիտ այդ կովը սիլիկոնի պրոշներով կովը, որ այն խաղերի միջի ֆերմա խաղի միջի կովից ավելի կով անի Խաչատրյանը։ Դրա այդ պրոշները լցնելու ամեն ինչի համարել է Ռուսաստանի դեսպանատունը մեղավոր։ Բա որ քու թիմի կինը լավ է քրվում բանում, քաղաքապետարանում, էդ էլ է Ռուսաստանի դեսպանատունը մեղավոր։ Էլ եմ ասում թքած ունեմ Ռուսաստանի պետության գլխավոր Պուտինից մինչև վերջինի վրա։ What is sense այլասերվածություն ու դու քո այդ խելքով ես համարում ես արևմտամետ կամ արևելամետ, դու ռուսամետ ես, ռուսի հրամանա կատարող։ Դու ռուսի տակի ապրանք ես, ահա։ Եթե ռուսի տակի չլեն, հիմա վաղուց քեզ մի հատ պերմիակով է քեզ էին ուղարկե, բայց քեզ ոչ թե կգնդակարեի, այլ պրովուլկով կխեղդեին վզիցդ sense կամած։ Հասկացար։ Լրիվ անասուն արա։ Այդ հիմա զուգարան փորը կապալում, ասма Ռուսաստանի դեսպանատունն է։ Ինքնա հաստատվում ես, մարդ ծեծելով հանդեպ քո լակոտները դու ես ինքնա հաստատվում, այ ղզիկը։ Ամպերիլա իշխանափոխությունից հետո տես ինչ են անելու։ Աշկերիդ մեջ ունես տատու են անելու, կանաչը դառնա ռոզվի։ Ամպերի դու։ Թուրքի լամուկ։ Հաջորդը ինչի մասին ուզում էի խոսեի, Հայաստանում տեղի ունեցած մեկ այլ դեպք է, որը Հայաստանի պետական պարտքը 750 միլիոնով ավելացել է նախարարն ասում է լրիվ նորմալ է, Եվրոպա, բան, Ամերիկա ասես բաներ վերցել են։ Այդ հսկայական տոկոսով վերջի փողնեք առնում փախնեք, հա։ Ես էլի եմ կրկնում, այ ֆինանսների նախարար լրբի զավակ գետնից բարձր մազերը չսանրած, վահե ես ինչ ծև շուն ես։ Օպերայում բռնեցի, բերանիցս եկած ասեցի, այսքան Արամ Սարգսյանի ուղեղի չափ տղամարդկություն ունենալ, պատասխան տար անձեն ասի լավ էլի Գագիկ ջան, թող գնամ էլի։ Դու Քերոփյանը, դե գնա էր։ Նիկոլը ոնց է քեզ բան, որ իրան քրֆել ենք, փողոցում ցուցադրաբար ու քեզ բան չեն արել։ Մի կտոր հացի համար, թուրքի չէ, ամենայն փնթի, անվորակ են փողոցում կնող նարկաման պակիստանցու տակ է ապրում եք, այդ է կմտնեք, էս եք դուք ձեր ամեն ինչով։ Հաջորդ ինչի մասին եմ ուզում խոսալ, են որ են Թորոսյան Արսեն Ջուդի լամուկի ասացնա, որ հելլա ասմա բանը դու ասա, Հայաստանը պտի ուզենք չուսենք, լցնենք ներգաղթանենք օտարերկրացիների, այ այլասերված, հնդիկներին բերիք քցիկ գնաց փողը չտվիկ ով մնացել է, այսօր հենա դեպք է եղել, ապրիլի 14-ին է 17-ի դեպքը այսօր են բացահայտել, հնդիկ նորմալ ընտանիքով եկել են, մարդիկ աշխատում են իրանց համար, 5 հատ հնդիկ իրանց կողմից իրանց լավ տղեկը սուտի, մտնում են, բա ասում են, բա գողական աշխարհ վերահսկող ես, այդ հնդիկին է կռիշտու է, շիշ բռնող, կոնգենն է հնդիկը, բա այդ ինչ մեջները հիրիարխիա եք մտցրել, մտնում լավ ծեծում են, կնգան է փորձում են բռնաբարեն, ամբողջ փողերը վերցնում տանում են, էս ինչ է կատարվում արա։ Հնդիկ եք բերում աշխատող, թե հնդիկ եք բերում թավան դնող, գողցող, ռազմոյանող բռնաբարող, էս ա քու հայրենիքը լցնելը, մեզ սենց պետք չի։ Մեզ սենց հնդիկ պետք չի, ու չի էլ գալու, քեզ էլ կոկորտդ կկտրեն այդ եկողները, հենց այդ հնդիկը քո կոկորտն է կտրելու, հիշի։ Այլասերված, արդեն ջանը թարախանգել է, հայերի արյան վրա Կրեմլի շուն աշխատած փող, Արսեն Թորոսյան։ Հնդիկը պետք է գա, ապրի, որ գա, միտեղ ընդես խփել են, դանակով խփել են, թե մահացել էր, հիշում եմ, մի տարի, 2 տարի առաջ Էրեբունիում բանը տնօրենին, միտեղ էս էին արել, միտեղ էս 100 տեղ պատ էր աս բան, հիմա էլ բանդաներով մտնում են բռնաբարություններ բան, հա։ Նիկոլ, այդ շլյապեն որ դն, այդ բանը որ դնում ես դու գլխակը, ջեբկիրի, քեզ դնում ես մեկ անգամ Ամերիկայի մի տեղ է, քեզ թվում է դու դրանցից ես։ Այդ Լենինի կեպկեն, որ քաշում ես գլխիդ կուզիկ ու ջեբկիրի պես, տրամվի ջեբկիրի պես մանես կարի, քեզ թվում է դու մեկ անգամ Ամերիկայում գողական ես, այդ փնթի։ Այնքան այդ Չախոյանի ծեծելուց հետո հիմա հելել ես հոգեբանորեն ժողովրդին ուզում ես հանգստացնես, գնացել տռասներն ես ստուգում, ասում ես, վայ էսի լավ չի, վայ էնի լավ, մի քիչ բարձրացայն եք երևա։ Արա այ պրիմիտիվ էշ։ Դու վերցրա թիմը, դու մի քանի հոգի, ասել եմ 15, 20 էլ չէ, 15 հոգի տեղ ունես, վերցրա ու փախի։ Ուրիշ մարդ չունես դու։
Հերը գնացել է, որ ժողովրդի մեղմասնի տենում է, ժողովուրդը չի հանգստանում, գազազացա որդե բռնեն կախարան են անելու իրան, գնացել ճանապարհներ աստուգում, վայսի լավ չի, բայսի որ լավը ասեք, մեղ կա ժողովուրդ իրա փողերն իմանա, դու ժողովրդի մասին մտածում ես այդ թուրքի բռնաբարված ընտանիքով։ Հեն այդքան ասում եմ, հետև ու դեմ եք քորում, ես չէի, գցել եմ Facebook-ի page-ին, գցել եմ 3-ից այդ կադրը բռնած, դեմ քորելուց դու կնիկը տղետ։ Չբուժվող հիվանդություն, ելի եմ կրկնում, մաշկային բժիշկներ դուք 0 եք աշխատում, եթե չեք կարացել 8 տարվա մեջ այս այլասերվածների հիվանդությունը բուժեք կամ գոնե դիագնոզը բարձրացնեք։ Հեչ լավ չեք աշխատում։ Բոլորդ իշխանապողությունից հետո նորից պետք է ատեստացիա անցնեք, տենակ ինչքան բան գիտեք։ Խայտարակություն։ Հիմա գնում ենք եւս մի դատական գործի բացահայտման, կարդալու եմ, բառացի ես ցիտում եմ դատական գործը, որը տպված է թերթերում, հատուկ մեր այն հայրենակիցների համար, ովքեր հայկական թերթեր չեն կարդում կամ ժողովուրդ ջան, հայկական թերթեր չկարդալուց բացի, ես ավելի մանրամասն եմ բացատրում, որպեսզի մարդիկ իմանան ինչա կատարվում։ 1 վայրկյան, բառացի տպված հոդվածը։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր հոդված է։ Շատ հետաքրքիր, խնդրեմ։ Խոսքը գնում է Դոդի Գագոյից բռնագանձված փողերի մասին ու ինչա կատարվում այդ արանքը։ Ինչպես որ Քոչարյանից իբր պետք է բռնագանձեին իբր, միած ստից մտից հյուրանոց վերցեցին, իբր վերցեցին, այնը չվերցրին, Քոչարյանը ծախեց եւ եղավ, որ այդ հյուրանոցը վերցրել են, բայց տեղը փող տվին, իբր մեկից պետք է բռնագանձեին, ծախեց իրանց փողերը լվացին հանեն եւ մյուսներից Սերժից պետք է բռնագանձեին, մինչեւ այսօր չեն բռնագանձում, այս էլ Դոդի Գագոյից բռնագանձածը, տեսեք ինչպես միշտ, մի հատիկ ասել եմ, չէ, ծերից ինչ որ բան պետք է տան, այդ պրսնի, հիմա տեսեք ինչա կատարում, հակակոռուպցիոն դատանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքերի ներողություն, բռնագանձման որևէ հայցում ներողություն, հայցում է քննվում։ Հիմա խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի բռնագանձման մասին։ Բանից պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող մեկ անձի անունը կասեմ, սա Ծառուկյանը չի, Ծառուկյանի հետ կապ ունեցող անձը իր $600,000 արժեքով բնակարանը ամիսներ առաջ հայտնվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբասյանի որդու սեփականությունն է դառել։ Հասկացաք, չէ՞։ Այն, որ դատարանով պետք է գանձեն, պարզվում է դարել է Աբազի սեփականությունը։ Խոսքը գնում է Տիգրան Մանուկյանի մասին, ով Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդն է, Mitsubishi մազմեքենաների ընդհանուր Mega Motors-ի 100% բաժնետերն է, աշխատել է նաև Շանգրիլայում, հա, մի շարք գործերում կա, շինարարություններում եւ այլն։ Բանից պարզվում է, որ դատարանը փորձում է ստանա դատարանով Mega Motors-ը 100% բաժնետոմսերը բռնագանձի օգուտ հələ չգիտենք պետությանը եթե Նիկոլն է զարմանալի է, եթե չէ։ Հեսա կասենք հերթով 21 հատ Mercedes-Benz, Range Rover, BMW եւ այլ մակնիշների ավտոմեքենաներ, այսինքն բոլորը էլիտ մեքենաներ։ 21 հատ, ժողովուրդ ջան։ Տիգրան Մանուկյանի հարստացման միջոցով ով ինչի չի բացատրում, որտից է հարստացա, երևի դրա հիման վրա է, որ այսքան բան, որտեղից լավ 21 հատ մեքենա, այս ինչ ծակաշկություն է։ 13 հատ բնակարան Նորք Մարաշում, 13 հատ ժողովուրդ։ 2 հատ է Երևան Աբովյան փողոցում, 10 հատ է ավտո Հանգրվան Նորք Մարաշ նույն շենքում այն ինչ-որ կառուցում է Գագիկ Ծառուկյանը, այսինքն մտերիմն է, շատ գործերի մեջ կա, ըստ երևույթի մի շարք այսպես ասենք բիզնեսները գրանցված է այդ մարդու անունով, հա, դրա համար էլ բռնագանձում են Գագիկ Ծառուկյանը անունը թողել են, բռնագանձում են այս տղուց։ Բանից պարզվում է, որ գործի ընթացքում այս մի բնակարանը չի ներկայացվում, այդ բնակարանը Աբովյան փողոցի վաճառվում է Ոմն Եղիշ Համբարձումյանին, ով Նիժնի Նովգորոդից է, այնտեղ 18 թվականին ֆիրմա է հիմնում, նա էլ վաճառում է քառակուսի մետրը 2237 եվրոյով, այս հսկայական 228 քառակուսյանոց բնակարանը վաճառում է Աբազի տղուն։ Որևէ մեկը այս հարցի համար հարց տալիս է 240 միլիոն դրամով Ռոբերտ Աբազյանը։
31-ամյա տղուն, 31-ամյա Ռոբերտ Ավազյանի տղուն 240 միլիոն դրամ որտեղից։ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ աշխատում են դարերով բառի մուն իմաստով, ես բարեկամ ունեմ, ցմա վարձով ապրում, ցմա։ Չեն կարողանում մի հատ տան, մի հատ բան հետ գցեն, ցմա վարձով ապրում, անե խուր Հայաստանից, Երևանի ծայրամասերում։ Մարդիկ աշխատում են տնով, հետ չեն գցում, այդ ոնց է լինում, որ 31 տարեկան տղան առնում է այդքան փող, բայց, մի հատ հետաքրքիր բան, 24 թվի փոխարժեքով այդ մետրը ոչ թե 2227, այլ 4000 ԱՄՆ դոլար է, որը կանգնում է 900,000 ԱՄՆ դոլար տան գինը, հարց 1 միլիոն դոլար 31 տարեկան Աբազյանի տղուն որտեղից։ Եվ ոնց ալում որ սա վաճառվում է դուրսը, հետո էդի ֆռում գալիս է այստեղ։ Ու բանից պարզվում է, որ գնվել է իբր թե ապառիկ, լավ, իբր թե ապառիկի դեպքում, ինչ աշխատավարձ է ստանում Աբազյանի տղան 31 տարեկան, որ իրան 10%-ը հանենք, 90,000 կամ 100,000 31 տարեկանին կանխիկ փող, որտեղից որ 100,000 դոլար տալիս է տան կանխիկը 10-12%, դες կլորացրեցի 10-ը 90,000-ը տալիս է եւ մնացածը 810,000-ը ժողովուրդ ջան։ Ինչքան է անում։ Ամիսը քանի հազար դոլար 5-6-7, հա։ Բախո 100 դոլար չի լինելու 150 տարով։ 20 տարվա բաժանեք, տեսեք ինչ անում։ 20 տարին 240 ամիսը քանի հազար ալում, բանկի տոկոսները։ Եվ այս բանկն էլ, որը սենց սիրով 810,000 810,000 ապառիկ է տալիս, 810,000 բանա փող է տալիս, որ մարդիկ տուն գնեն հիպոթեք, 31 տարեկան տղուն, մարդը գնում է մի հատ պուճուր բան առնելու, ծերեք այնքան են դավադի տանում բանկը, այդ հիպոթեկը մինչև տասեն հոգին հելում է այդ մարդու, 810,000 հիպոթեկա տվե 31 տարեկան տղուն գրզոյի հայ էկոնոմ բանկը, բրավո, պետական ներքին, սենց ֆռացող գործող միջոցներ, հիանալի է, դատախազությունը սա չի դիտում որպես բռնագանձվող գույք դուրս եկի, ինչի։ Պարզաբանում ստանալու նպատակով դիմել են դատախազ Աննա Վարդապետյանի, որի ղեկավարած կառույցի կազմում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը եւ որի աշխատանքը մինչեւ 2024 թվականի նոյեմբերը համակարգել է արտարադատության նախկին ներկայիս նախարար Սրբուհի Գալյանը։ Իմի Սրբուհի Գալյանն է դա արել։ Տեսնում եք ինչ գործ է բացվում, մեկին է որ տակից մի հատ աղյուս քաշում են հսկայական շենքը 100 հարգանի փլվում է սա։ Ներկայացնելով Աբովյան 9 շենքի 30-րդ բնակարանի պատմությունը դատախազությանը հարցել ենք, ինչու Տիգրան Մանուկյանին պատկանված Երևան Աբովյան փողոց 9 շենքի 30 բնակարան հասցեի գույքը չի ներառվել ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկում, որը հետագայում անխոչնդոտ վաճառվել է գույքի վրա որևէ արգելանք չի դրվել։ Ուսումնասիրության շրջանակներում ոչ էլ բնականաբար դատաքննության փուլում կա։ Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացել եմ Տիգրան Մանուկյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի իմաստով չի համարվում Գագիկ Ծառուկյանին փող կապակցված անձ, ոչ թե չի համարվում։ Մարդու Mega Motors-ը այդ շենքերի 21 բնակարանները, ավտոկայանատեղիները, ամեն ինչ իրանա, ոչ չի համարվում Գագիկ Ծառուկյանի անձ, բա որ չի համարվում այդքան բանը, ինչ եք ստանում այս մարդուց։ Չի համարվում, լավ, Mega Motors-ը 100% իրանն է, հա, այդ 21 հատ բնակարանը Նորդ Մարաշում Ծառուկյանի շենքում է, հա, այդ երկու բնակարանը Երևան Աբովյանի վրա իր մոտ է, հա, ոչ չի համարվում բան։ Mega Motors-ը ում է պատկանում, Գագիկ Ծառուկյանինն է, ոչ թե այս մարդուն Շանգրիլայում էլ աշխատում։ Ահա, ասում է Գագիկ Ծառուկյանի մոտ դատախազությունը, հոյի հակապա, որ այդ մարդը եղել է շահառու։ Այսինքն սովորական բնակարան գնող, ինքը Ծառուկյանի հետ կապ չունի։ Բա որ չունի, ինչի եք այսքան բանը պահանջում։ Հա, ինչ վերաբերում է Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված եւ հայցապահանջում չներառված որևէ գույքի, ապա հարկ է նշել, որ իրավասու մարմինը Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված ոչ ամբողջ գույքի իրական շահառու է համարել Գագիկ Ծառուկյանի, վերջինս համարել է այդ գույքի իրական շահառու, որը օրենքի իմաստով Գագիկ Ծառուկյանի պատկանելիության հիմնավորելու տեսանկյունից ստացել են այնպիսի ապացույցներ, որ
Համակցությունը բավարար է գնահատել իրավասու մարմինների վկայակոչած փաստերի հաստատման տեսանկյունից։ Ժողովուրդ ջան, ժողովրդական բարբառով բացատրած, կապ չունենք, չգիտենք, всё, մանկապարտեզի պես չկա ապացույց, չկա, բայց ապացույց կա, ոչ չկա, եթե շենքերի ամբողջ ամեն ինչը պատկանում է այդ մարդուն։ Այսինքն դատախազությունը Երևան Աբովյան փողոցի 9 շենք 29 30 բնականի հասցեի իրական սեփականատերը համարել Տիգրան Մանուկյանին։ Ծառուկյանի հետ կապ չունի, որը պահանջում է բռնագանձել Երևանում գտնվող 15 բնակարան, որից 2-ը Աբովյանում։ Հետաքրքիր է, թե ինչ անհերքելի փաստեր են ձեռք բերվել դատախազության Աբովյան 9 շենքի 36 եւ 39 համարի բնակարանի իրական շահառու Գագիկ Ծառուկյանը, իսկ 30 համարի բնակարանինը ոչ։ Այսինքն դուրս է գալիս, որ այդ 3 շենքը կային, են երկու հատը Ծառուկյանին է, այս մեկն է այդ մարդուն է, այդ է ծախելա, մենք ինչ իմանանք, ծախողը հետաբերը տվել է Աբազին, բայց ոչ մեկը Աբազի վրով չի գնում։ Հիմա ազգային անվտանգության ծառայությունում 2 տասնամյակից ավելի տարբեր պաշտոններ զբաղեցրած, իսկ 2020-ից ծառայության ղեկավարող Արմեն Աբազյանից փորձեցինք մեկնաբանել թերթն է ասում, մեկնաբանություն ստանալ որդու անունով կատարված գործարքի վերաբերյալ ուղղելով հետևյալ հարցերը. Ինչ պայմանով է 240 միլիոն դրամ վարկ տրամադրել ձեր որդուն, եւ վարկի ամսական վճարումը 3 միլիոն դրամ է, $6000, ո՞նց եք տալիս 6-7000 փող, $7000 կլորել է, ոչ ավելի, 425-ի 50-ի դեպքում ալում, $7000 Աբազ ամիսը ո՞նց եք տալիս դուք, արդյոք բնականը ձեռք է գնվել ձեր համար, հետո եք տվել երեխուն, տնօրեն ուղղված մեր գրավոր նամակը աշխատակազմի ղեկավար Ենգիբարյանը նշելով, որ հայցող տեղեկությունը վերաբերում է քաղաքացի Ռոբերտ Աբազյանի անձնական կյանքին, որի պատճառով KGB-ն չի կարող պատասխանել։ Բրավո։ KGB-ն չի կարող պատասխանել անձնական կյանքին, բայց KGB-ն այդ կարգի գործարքը, որը կապված է իր պետի հետ, ով պետք է պատասխանի։ Ով։ Ոստիկանությունը KGB-ի պետի։ Թող տան պատասխանեն։ Հա։ Խայտարակություն։ Ու այսպես էլ կանգնել են, սպասում են գործարքին։ Եվ ԱԱԾ տնօրենին ուղղված մեր գրավոր հարցմանը ասեց, պատասխանել չենք կարողանում։ Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն յուրաքանչյուր գործունակ չափազանց անկախ իր ծնողի կարգավիճակից քաղաքացիայի իրավական հարաբերությունների սուբյեկտը ինքնուրույն է ստանձնում քաղաքացիական իրավունքի պատկանելիության համապատասխան բանը, համապատասխան ծավալը, գրավոր պատասխանել ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը։ Բրավո։ Ինքնը ինքնուրույն է բան անում, այդ 31 տարեկան տղեն ինքնուրույն է 900,000, օքեյ, բադատական գործառույցեք, եթե իրավական երկիր է, Գերմանիան էլ մի կախարան էր անել։ Այ մարդ Նյուրնբերգի 65 միլիարդ բյուջե ունեցող քաղաքապետը Mercedes 500 է քշում, այդ Mercedes 500-ի համար քթից արուն բերին։ Այնքան թերթերին գրում էին, որ ինչ փողով է վերջի Mercedes 500-ներից քշում քթից արուն բերին 65 միլիարդ է Նյուրնբերգի բյուջեն, ժողովուրդ 65 միլիարդ եվրո, դոլար չէ, գալիս է մոտավորապես 72 միլիարդ դոլար։ Սրանք բյուջե են հաստատել 6.5 միլիարդ, 1.5-ն է պարտիան վերցրել, մնացածն են թարան։ Ահա չես այս բաներ, ԱԱԾ տնօրենի տղեն այդքան փող, մեկը չի ասում, դատական գործի մեջ մտցրեք, պարոն ԱԱԾ տնօրեն։ Ձեր տղուն այսքան փող որ դու տվեք թող ինքն գա արդարացնի կամ պետական միջոց օգտագործի ճնշելու համար դատարանի դատախազությանը, այդտեղից երևա արդեն մյուսը քնչական։ Անցնենք հաջորդ հարցին, սա միջազգայինն է, որովհետև այնքան մի հատ տան պատմություն տվեց լավ տամա, վաճառել են Ռուսաստան եսիմ ու պետք է բերե տվել Աբազի տղուն, լավ դրան կանչեք հələ։ Այդ մարդուն է կանչեք, վեց որտեղից է Ռուսաստան, ինչ որ մի հատ ֆիրմա է դրել 18 թվին, բանում, սկսել է 18 թվից գործունեությունը, բնականաբար Նիկոլի գալուց հետո այդ fake Եղիշե Համբարձումյանը ինչ է Ռուսաստանում Նիժնի Նովգորոդում։ Նիժնի Նովգորոդը դի ինչ մի հատ տեղ է, որ 18 թվին ֆիրմա դրած մարդը կարող 22 կամ 23 թվին Երևանում 600-700 հազարով տուն առնի։ Դուք այդ չեք բերանները սպասում այն մարդը։ Այնա ռուսական կռվից հետո գատուն առնի 600 հազար։ Այդ ինչ պետք է դրածել, այդ որտեղից այդ փողը տվին, որ հենց այդ օրից սկսավ հարստանալ։ Նիկոլի գալը օրից սկսավ հարստանալ, եկավ Երևան տներ առավ, արագ ծախեց Աբազին։ Առավ Դոդի տունը, Դոդն էսենց մի անգամից նվեր տվեց, վարքյանական ասին, «Էս մի տունը քեզ նվեր է, ախպեր ջան, 900,000-ը 600 առան, տվեցին, հիմա էլ դարել այդ տունը էլի 900,000»։ Այդքան ունեցվածքի մեջ այդ մի տունը գնաց։
Այնքան բաներ կա, որ քիչ-քիչ անում են միջից, ոնց որ Քոչին ու Սերժին։ Անցնենք միջազգային լուրերի։ Անցնենք միջազգային լուրերի Սիրիայի դրուզների պահով, ուրեմն տեսեք։ Դրուզները, որ խնդրել էին միջազգային զորքեր մտցնել, Իսրայելը ասել եմ ու կրկնում եմ, Իսրայելում կա դրուզական համայնք, նույնիսկ ազգային գվարդիա, այսօր Իսրայելը ռմբակոծել է Սիրիան, նախնական տվյալներով Դամասկոս պրեզիդենտական պալատը հարակից տեղերը մոտավորապես 80 հոգի մահացած են նախնական։ Սա ինքը պարզաբանել է, արդարացել է, թե բա դրուզներին սպանում եք, դրուզները մեր բարեկամներն են, այն տարածքը, որը Իսրայելներ վերահսկում, մենք է խփել ենք։ Սա հիմի փրփրել է այս Ջուլամիա ինչա, Ջուլջուլամին փրփրել է, որտեղ ինքը չի կարողանում ոչինչ անի։ Չի կարողանում ոչինչ անի, բայց կա հաջորդ հարցը, որ բացի նրանից, որ ինքը ոչինչ չի կարողանում անի, Թուրքիան է ձեն չի հանում։ Բայց մարդես մարդուն բերի, կասեք Սիրիայում 350,000 զորք են կուտակելու, Սիրիայում էլ պատերազմ չի լինի, վերջ, պրծավ, այս բայ դրությամբ իրանք էլ իրենց տեսանկյունից պետք է ամբողջ Սիրիան կպցնեին, չէ, կպցնել չի լում։ Չի լում կպցնել, հարձակվել են ջուդներին, խփել են Իսրայելը միանգամից ռմբակոծել է հենց Դամասկոսը, պրեզիդենտական պալատի շրջակա տեղերով։ Բայց չի լում կպցնել։ Բա Էրդողան, մեռած Էրդողան եւ Թուրքիայի ես ընդունենք պայմանական Էրդողան, որովհետև ընդեղ էլ մի քանի հատ Էրդողանը վաղուց Ռակով հիվանդ էր, վաղուց էր սատկե, դվայնիկները բերել են այնտեղ, բա ո՞նց եք հարցը լուծելու։ Բայց չկարողացաք Սիրիան պահեք։ Եվ ինչ ալոց Սիրիայում 1 միլիարդատեր, որ ամենաքիփ մարդկանցից մեկն էր Բաշարի բարեկամը գալիս, այդ միլիարդատեր ասել է 150,000-ից բանակ եմ հավաքի, իհարկե 150,000-ը միֆ է, որ սիրիական բանակը մեկ օրում կորավ, դա միանշանակ։ Տիգր Վագր, Տիգր, Ջոկատի հրամանատար եւ այլն զորամասի։ Այս մարդը սիրուն իր համար հիմա վերահսկում է ռուսների օգնությամբ բնականաբար, թիկունքը ռուսնականն է, Բաշարը դրսից վերահսկում է ծովափը։ Այսինքն Էրդողանի թուրքերի գալուց հետո Սիրիան զրկվում է ծովափից։ Հա, քաղաքացին կարա գնա ծովափը լողանա գա, բայց ցանկացած պետական առևտուր պետք է անցնի ծովափի ապրողների միջոցով։ Էսպես։ Հաջորդ հարցը հարավից կորցնում է այդ տարածքը, ոչ մի բան չի կարողանում անի։ Բայց հիմա Ջուլամին է ու ստիպված ինչ անելու։ Պետք է հելիում դիմի արևմուտքին։ Թուրքիան չի կարողանում տիրություն անի, պիտի դիմի արևմուտքին կամ պետք է ոնց 12 օրում եկավ, տես 12 օրում հետ գնա։ Գնա ու նորից անարխիա սկսվի։ Հասկանում եք, չէ՞ ինչ եղավ։ Սիրիայի ժողովրդի գլխին հերթական պատերազմը ձև տվին թե ամեն ինչ նորմալ։ Իսկ այդ ընթացքում որ Թուրքիան ձայն չի հանում, Թուրքիայում 1 լիրա միջազգային գինը, Թուրքիայում հիշեք 2-3 լիրայով ավել, դարել է 44, 1 եվրոն 44 լիրա, Թուրքիայում 47 եւ կամած հենց նոր բարձրացավ 38.9 միջազգային, այսինքն Թուրքիայում 39 40 լիրան էլի բարձրացավ։ Մի պա գցին, որ բանկից փող հանեցին 5, 7, 10 միլիարդ, ծախեցին բան 20 միլիարդ ծախեցին այդ ոսկիներն տակովարին, ասում էի, չէ, մի քանի օրից սկսում է հելնել։ Էն էլ այս սեզոնին, որ Թուրքիան տուրիստական է, տուրիստներ է քիչ գնում, որտեղ լիրայի անկումը, տուրիստի համար ձեռատալիս ինչ պահը, տեսեք, ասում են ձեռատալի առաջ եթե եվրոյով ասենք 100 եվրո, հիմի դարել է 80։ Հա, բայց այդ տուրիստը դուսա գալիս սնվում է, չէ, ծախսում է, ներսի ապրանքն էլ է թանկացել։ Հա, հյուրանոց ասենք 100-ից իջել է 80 ըստ ընկած կուրսի, բայց ապրանքը թանկացել է։ Առաջ եթե օրինակ ասենք մի հատ շաուրման պետք է ուտեր, օրինակ եմ ասում 2, 3 կամ 4 եվրոյով, հիմա դա դարել է 7-8 եվրո։ Այդ հյուրանոցի փողը 1/10 հանում է օրինակ։ Բարձա, այս սա այն իրավիճակն է, ինչ որ այսօր տիրում է Սիրիայում ու նրա շուրջ Թուրքիայի հանդեպ։ Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանին, Ադրբեջանը ահազանգ է տվել, որ մենք բյուջեն հաշվել ենք 1 բարելը $70, հենց այս պայի դրությամբ Սալմանը իջեցրել է գինը ահավոր 60-ից է ցածր, Ադրբեջանը ասում է կանգնած նավահանգստերին 64 ու քանիսով համաձայնվել են վերցնել, բայց նրանից հետո 50 քանիս են վերցնելու։ Մենք արդեն բյուջեի վրա, միայն բյուջեի վրա մենք արդեն տալիս ենք մինիմումը 10% անկում։ Սա մինիմում է։ Իմիջիալոց հիշեցնեմ ձեզ, որ միջազգային բոլոր արժութային ֆոնդի, միջազգային բանկերի եւ այլն տվյալներով Ադրբեջանը այս պայի դրությամբ
Հայաստանից հետ է գտնվում, ես չեմ ուզում սա Նիկոլի շնորհքը չէ, սա Ալիևի, Ղումարի ու Թալանի շնորհքն է, 35% վատ վիճակում։ 35% ապրելակերպը, որը գրում է իրենց փողով, մարդկանց ծախսածով, առած սննդով, մսի գնով եւ այլն։ Սա դեռ սկիզբն է, ուր է Ալիևի ինչ անելու։ Ալիևը ոնց է Ղումարով կրվե երկրի կեսը մնացածն է կրվելու։ Այս հարցը էսպես։ Ուրեմն Իսրայելն լուր եկավ, որ Մալթայի ափերի մոտ Իսրայելը խփել է մի հատ նավի։ Նավի վրա գրած է եղել ազատություն ապաշրջափակում Գազային արաբական նավ, բայց խփել է, քանի որ սա Եվրոպայի տարածքն է, ջրային տարածքն է, սա Իսրայելի համար անթույլատրելի բան է։ Իսկ Իսրայելին, որ Եվրոպայում սկսել են արդեն բնականաբար պատերազմից հետո Իսրայելը հավրկել է Եվրոպայում հակաիսրայելական բարձրացել է նույնիսկ կառավարությունների մեջ, սա միանշանակ է։ Միանշանակ, այսինքն Իսրայելը իր մարման պրոցեսների մեջ է։ Ինչքան էլ ցույց տա ուժեղ է էս այն, բայց ինքը գիտեք ոնց այն, որ արդեն որ մարդը կրվում է արդեն կազինոյի մատանին է հանում դնում բանալի, նույն վիճակն է։ Ոչ մի անգամ չի եղել այսօր աշխարհում, որ եվրոպական ջրերում խփվի որևէ այլ նավ։ Դրոնով խփել է նավ եվրոպական ջրերում։ Սա հարցի էս մյուս կողմ։ Հիմա կանցնենք մեր պատմական մասին, իմիջիալոց ասեմ, որ Հնդկաստան-Պակիստան սահմանին պատերազմական գիծը ավելի ընդլայնվում, որովհետև սկզբում միայն Քաշմիրի սահմաններ, հիմա Ջամուն էլ է մտել, քիչ իսկ Հնդկաստան-Պակիստանը հսկայական երկար սահման ունեն մինչև Հնդկական օվկիանոս, այնպես որ պատերազմը թափ է հավաքում։ Անցնենք հիմնականում մեր պատմական մասին, ես ուզում եմ ներկայացնել հայոց երկու թագավորի եւ երկու արքայազնի մասին, արքայադուստր մասին, հետաքրքիր է, որ ինչ են այս մեր արքայադուստրների մասին միայն երկուսի մասին գրված։ Պատմական բանն այն է, որ այս երկու մեր արքայադուստրերը ուղիղ կապ ունեն Գրիգոր Լուսավորչի կամ Տիգրան Տրթատ մեծի հետ, որովհետեւ այս ամբողջ իրար հետ կապված է որպես քրիստոնեության արդյունք եւ նրա հետևանքներ։ Հիմա կխոսեմ Բամբիշ Արշակունու մասին, ով Խոսրով Կոտակի դուստրն է եղել, Հուսիկ, հայոց Հուսիկ Պարթևները Սասանյան Պարսկաստան ստեղծվելուց հետո 228 թե 26 թվականներ կարծեմ, իմի թիվի կոնկրետ չխառնեք, Պարսիկ Սասանի թոռը Արտաշիրը եկավ եւ գցեց Պարթևական Արշակունիների դինաստիան, նրանք բոլորը լցվան Հայաստան։ Եվ բնականաբար Հայաստանում բերված քրիստոնեությունը լուսավորիչների եւ Պարթևների երկար ժամանակ հայ հոգևորականները ելի են կրկնում Պարթևի։ Հիմա կասեն հայկական ցեղեն եւ այլն, ժողովուրդ կապ չունի, եթե հայը սիրում էր դա, թող հայ լինեն հայաստանցի։ Ոչ թե Պարթև։ Գրիգորը Պարթև, հայոց թագավոր Խոսրով Կոտակին սպանողի որդի։ Հիմա այս Հուսիկ Պարթևը որդին արդեն մտնում են Հայաստան։ Որդու Աթանգինեստի հետ կինն է լինում։ Այս մարդն էլ Աթանգինեսը ինչ է, նախ անունը ոչ մի բանը հայերեն, պարզվում է, էլի Պարթևը հայկական ռազմական գործիչ է եղել եւ Ներսես կաթողիկոսի նաեւ այս մեր արքայադուստրը եղել է Ներսես կաթողիկոսի մայր, այսինքն Աթանգինեսը հայրն է եղել։ Եվ ներկայացվում է եւս մի Արշակունի Խոսրովի քույրը, հա, Մախբանես Արշակունին, որ նրա դուստրը Խոսրովի քույրն է եղել, ամուսնացել է Աշխեն Թագուհին, նախ եղել է այս բոլորի մայրը, Տրթատի կինը, որը ազգությամբ եղել է Ալաններից։ Ալանների թագավորի աղջիկն է եղել, բայց որ քրիստոնեությունը ընդունել հայկական եկեղեցու մեջ սրբացվել է։ Եվ նրա դուստրը Մահատես Արշակունին, ով Խոսրովի քույրն է եղել։ Ես ուզում եմ այս բաները զարմանալի է իմ համար, գիտեք ինչի, որտեվ էլի գալիս են բոլորը գալիս է սերվում են պարսկական կամ գրիգորյան տոհմից։ Գրիգորյան տոհմից հոգևորականները երեխեքով, զինվորականով եւ այլն։ Ախր մի քիչ խառն է պատմությունը ստեղ, շատ իմ համար։ Գալիս են Պարսկաստանից, դառնում են Հայաստանի թագավոր, Հայաստանի հոգևոր առաջնորդ, բայց իրանք պարսիկ են։ Իրենք չեն պարսկական կրակապաշտությունը չեն ընդունում, բերում են նոր կրոն ու Հայաստանում դառնում են նոր կրոնի հիմնադիր ու շարունակություն։ Ճշգրիտ այսպես, ինչպես Բյուզանդիայի վերջին կաթողիկոսներին երկար ժամանակ ուղարկեցին Ռուսաստան։
Ես կուզեմ խոսեմ, սա երկար պատմություն է, ես անընդհատ նայում եմ, իմիջիայլոց տեսնում եմ, այսօր ես գցել եմ իմ էջում Facebook-ի վրա նկարները, Սուրբ Էջիդիո եկեղեցու Նյուրնբերգի, որտեղ նախ Քրիստոսի կերպարը դրված ապականված, ես ապշեցի, ապականված եւ հայկական կիլիկյան առյուծները բոլոր պատերին եւ ամեն պատուհան ունի իր անունը, որը մեկը կիլիկյան առյուծի պատն էր, բայց ենթարկվում է Հռոմի պապին։ Եվ վերևը մասոնի նշանն էր, իմիջիայլոց։ Վերևը մասոնի նշան է, գլխավոր, հենց ամենավերևը։ Այ մարդ ոչ թե մասոնական նշանը 6 աստղ, այլ եռանկյունին աչքը մեջ է եգիպտական։ Չես հասկանում աշխարհը որ ուղղությամբ է գնում, ինչի համար է գնում։ Ու Ռոմի պապին ցավակցողները ինչն են ցավակցում։ Աչքի հիմունքը, հա, եգիպտական մթի ուժը, ռայի ուժը, թե ինչի ուժը։ Հաջորդը, որ ուզում եմ ներկայացնեմ, սա Սանատրուկ թագավորի մասին եմ ասում, հայոց Սանատրուկ 88-ից 110 պատմությունը նրա մասին շատ քիչ բաներ է ասում, որ Սանատրուկը հայոց թագավոր է եղել, բավական խելացի քաղաքականությունով արել Իրանի ու Հռոմի մեջ, այնքան խելացի ավարել, որ երկուս իրան հարգել են։ Նույնիսկ թույլ են տվել, որ գրավի Եդեսյան Աբգար մեր 5-րդը, որը քրիստոնեությունը ընդունի առաջինը, եւ միացնի իր տարածքներին։ Հետագայում այս տարածքում ստեղծել է Մծուրք, որը մսուրք բառն է, նստավայրը, որը կարծել են, թե դա եղել է մայրաքաղաք։ Չէ, սա ուղղակի եղել է այդ տարածքում նստավայր։ Բավական հետաքրքիր է մեր պատմությունը, ինչի է մեր թագավորներից այն թագավորները, որոնք ավելի խելացի են եղել, նրանց մասին 2 տող։ Իսկ այն թագավորները, ովքեր փորձել են, ասենք, Հայաստանի վրա շատ տարբեր բաներ օգտագործել, օրինակ հակասական մասեր կա, ես հիշում եք այն օրը գիտնականները, որ խոսեցին Գայդիկ թագավորի համար, հակասական բաներ ասեցին, ես առաջ անգամ էի լսում, ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ հաստատել, քանի որ ինչ առաջ անգամ ես լսում, դա պետք է ուսումնասիրել։ Բայց ո՞նց է լինում, որ ասենք Հովանես Սմբատ Աշոտ 4 թագավորները իրար էին գզգզում, Բյուզանդա հսկայական հայկական Բագրատունիների թագավորությունը կործանեցին, նրանց մասին երկար պատմվում է, բայց Սանատրուկի մասին ոչինչ։ Կարճ գրվում է, որ այս ինչ թվերին եղել է, Ազայի Եդեսյանը վերցրել Հայաստանի միացրել, խելացի է եղել ու բոլոր գրածները իմիջիայլոց հույն պատմիչների գրածներն է լատին պատմիչների։ Հայկական պատմիչների մոտ շատ քիչ կա Սանատրուկի մասին։ Այսպիսի հետաքրքիր պատմություններ ունենք, որ մենք պետք է իմանանք անունով եւ հնությամբ եւ իմիջիայլոց խոսքը, որը մսուրկը նույն ակքադերեն մծուր, մսուրկ նույն բառն է։ Ակքադերեն հիշեք։ Հələ հիշեք ակքադը որ թվին է եղել։ Ու հեն որ ուզում են որևէ մեկը մեզ բացատրի, մենք արմեն ենք կամ, հա, միշտ հիշեք, պատմությունը լավ ուսումնասիրելուց ի հայտ են գալիս պատմական այն փաստերը, որոնք ավելի հին են, քան երբևէ աշխարհի վրա եղածները։ Ոնց որ Պորտակարը թուրքերեն եսիմինչ անունով են ասում Գյուլդեթեպե, եսիմինչ Սև շուն, դա հայկական Պորտակարն է, որը առաջին մարդկային բնակավայրն է եղել 13000 տարի առաջ Քրիստոսից։ Այնպես որ կարող եք ցանկացած հարց ապացույց ունենալ հայկական հարցերի մասին։ Հեսա կզրուցենք մեր հնագետի մասին, այսօր խոսեմ, տեսնենք որ օրն ենք հանդիպելու, հոյակապ մի եթեր կլինի։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, հարգելիներս, միշտ հիշեք, հայը նա է, ում մեջ Աստծո մասնիկը կա։ Երբ դու գնում ես հոգևոր արժեքը թողնում, գնում ես դու վաճառվելուն, այսենց փողովես անելուն, են անելուն, տակից փախցնելուն, սուտ խոսալուն եւ այլն, դու ընդհանրապես վերանում ես Աստծո մասնիկը, ոնց որ լույսը, այդ քո մեջ մարում ենք։ Էլ չի զարգանա։ Դու չես կարա գիտես ինչ կա գնաս իմի 100 հատ հայ սպանես, գաս ասես վայ Աստված ջան նոր եմ ջոջեկաներես։ Այդ արդեն Աստված պետք է որոշի։ Բայց հենց որ դեպքում կամ գիտես ինչ հայրենիքս ծախեցի, Արցախը ծախեցի, Հայաստանի գյուղերը ծախեցի, Աստված ջան կներես նոր զգացի։ Այդպես չի լինի։ Իմիջիայլոց սա էլ ասեմ ու վերջացնեմ, արդեն Հայաստանում փողա ծրվել, ամենաչնչին մարդկանցից սկսած, որ սկսեն գովել Ռուսաստանի միջոցով, Քոչանը բացել էր քձիպ բումաժնիկը, երևի 10 դոլարից սկսել է ծրել, որ Ռուսաստանի միջոցով գովազդեն Ռուսաստանի հրամանով Քոչարյանին չի ստացվելու։
իզուր ոնց ժամանակին ծախսեցիք ու չստացվեց, հիմա էլ չի ստացվել։ Այսքանով հիմա ավարտում եմ հաղորդումը եւ բերեք միասին բարեմաղթանք տանք մեր հայ ժողովրդին, որ կատարվի Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք անտեսանելի են ու տականք մեջքից խփող։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Նախիջևանում, Արցախում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Կարինում, Կիլիկիայում, Տրաբզոնում, Բաղեշում, Անկորայում եւ Պորսում։ Ամեն